Իսրայել-Իրան հակամարտության սրացման ֆոնին, երբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Թեհրանի եւ Թել Ավիվի քայլերին, Երևանի սրտում գտնվող Կապույտ մզկիթը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ 18-րդ դարի պատմամշակութային կոթող աղոթարանը ոչ միայն Հայաստանում միակ գործող շիա մզկիթն է, այլև իրանական մշակույթի ու կրթության կարևոր կենտրոն։ Կապույտ մզկիթ մեր այցի ընթացքում նկատել էր ոչ միայն իսլամադավան այցելուների, այլև տարբեր աշխարհագրական գոտիներից բազմաթիվ զբոսաշրջիկների հոսքը։ Զբոսավար Լենա Հակոբյանը փաստեց, որ այսօր էլ ունեցել են բազմաթիվ հյուրեր արտերկրից։ Հյուրեր ունեինք Ռուսաստանից, Անգլիայից էին, Գերմանիայից, Առավոտվանից եւ ինչու՞ չէ Իրանից էլ են տուրիստներ գալիս անշուշտ եւ իրենց հետաքրքիր է որ գան, տեսնեն, ծանոթանան։ Տիկին Լենայի խոսքով աղոթատուն մշակույթի եւ կրթության կենտրոնի կյանքում ինչպես անցած ժամանակաշրջանում, այնպես էլ հայտնի իրադարձություններով հագեցած վերջին շաբաթվա ընթացքում ոչինչ չի փոխվել։ Կենտրոնում աշխատանքն ու կյանքը ընթանում են բնականոն հունով։ Այստեղ ոչ մի բան չի փոխվել։ Սովորական աշխատանքային օր եւ սովորական հյուրեր, ինչպես միշտ։ Զբոսաշրջիկներից էլ ասացին, որ ամեն բան հիանալի է եւ փոփոխություններ չեն նկատել։ Ամեն ինչ լավ է, գերազանց։ Ոչինչ չի փոխվել։ Հայաստանում ամեն ինչ հարմարավետ է։ Բնությունը, եղանակը հիանալի են։ Ոչ մի խնդիր չենք նկատել։ Մզկիթին կից գործում է նաև լեզվի ուսուցման հաստատություն, որտեղ առավոտյան ժամերին դասավանդում են պարսկերեն եւ հայերեն, գործում է գրադարան, կազմակերպում են մշակութային միջոցառումներ, ամրապնդելու համար հայ-իրանական հարաբերությունները։ Չնայած Միացյալ Նահանգների դեսպանատան վերջերս կատարած հայտարարությանը, որ խորհուրդ չի տրվում այցելել Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապ ունեցող կառույցներ, նաև Կապույտ մզկիթ, մարդկանց հոսքը չի դադարում եւ կառույցները շարունակում են բնականոն աշխատանքը։ Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։